Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում է Ախալ քաղաքի ձայնը ռադիոն, եւ այսօր մենք այցելել ենք Line-Up կենտրոն։ Գյուղ Դիլիսկայում սովորել եմ Դիլիսկայի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուզում եմ շարունակել եմ Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտում պարարվեստի ռեժիսուրա բաժնում։ Ուսումս ավարտելուց հետո որոշում եմ, որ վերադառնամ հայրենի Ջավախ եւ իմ գիտելիքները բերեմ Ջավախ։ Վերադառնում եմ Ախալ քաղաք եւ իմ ընկերների հետ որոշում ենք ստեղծել մի կառույց, որտեղ որ մեր մասնագիտությունները ավելի կարող են խորացված փոխանցել մեր ապակա սերունդին եւ մտածում ենք հենց Line-Up կենտրոնի մասին, որ ստեղծենք 4 ընկերներով, ես, Սոնան, Հրաչը եւ Քրիստինան։ Շատ դժվարությունով ենք սկսել 0-ից ու հասել ենք այսօր մեծ նվաճումների, կարող եմ դա ասել եւ մեր շրջապատը կարող է դրանում խոսել։ Line-Up կենտրոնը մենք ստեղծեցինք 2022 թվականին։ Սկզբից մենք ունեինք 2 խմբակ, պար եւ թատրոն։ Դրանից հետո արդեն մենք բաժինները ավելացրեցինք, պարարվեստ, երկարվեստ, թատերարվեստ, դհոլի խմբակ ունենք, կիթառի խմբակ ունենք։ Այդ ամեն ինչը միավորելով Line-Up կենտրոնին, դա այդպես ասեմ։ Կենտրոնը բացելուց հետո մեր գործունեությունը նաև ծավալեցինք տարբեր գյուղերում, ունեցանք մեր մասնաճյուղերը, հիմա մասնաճյուղ ունենք Ախալ քաղաքի գյուղերում, Գոմանում ունենք խումբ, Գումբուրդոյում, Դիլիսկայում, Բավրայում եւ ապակայում նաև նպատակներ ունենք այլ գյուղերում մեր մասնաճյուղները բացել եւ այս խմբի երեխաները մասնակցել են տարբեր միջազգային փառատոների եւ նվաճումներով հետ են վերադարձել, դա շատ ողջունելի է։ Մենք Line-Up կենտրոնով եղել ենք Իտալիայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանի տարբեր քաղաքներում, մասնակցել ենք տարբեր տեսակի փառատոների, մրցութային փառատոների, ոչ մրցութային փառատոների եւ փառք Աստծո հաջողություններով հետ ենք վերադարձել։ Դրա համար ուզում եմ առաջերտին շնորհակալություն հայտնել իմ սաներին, որովհետեւ նրանց արդյունքը դա արդեն մեզ գոհացնում է։ Մենք Line-Up կենտրոնը ստեղծելուց հետո մեր գործունեությունը ավելի ընդլայնվեց եւ մենք արդեն կարողացանք աշխատատեղի բացել, աշխատողներ ընդունել գործի եւ մասնակիցներ ունեինք, որ նրանք սովորել էին Հայաստանում եւ վերադարձել էին Ջավախ, աշխատանք չունեին եւ մենք արդեն կարողացել ենք նրանց մասնագիտականը ավելի հմտացնելով մեր կենտրոնում աշխատանք առաջարկել եւ նրանք արդեն կարող են մեր կենտրոնում աշխատել։ Մեր թիմը արդեն 10 հոգուց ավել է, սկզբից 4-ն էինք, բայց հիմա արդեն 10 հոգուց ավել ենք։ Մենք այս տարի մեր Line-Up կենտրոնի 3-ամյակը նշեցինք մեծ շուկով Ջավախքում, Ախալ քաղաքում եւ այնտեղ անակնկալ էր պատրաստված իմ համար, որ Վանուշ Խանամիրյանի պարարվեստի գործիչների միության կողմից պետք է մասնաճյուղ բացվի եւ ղեկավար նշանակվեր հենց ես։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում Վանուշ Խանամիրյանի պարարվեստի գործիչների միությանը։ Մեր միջոցառման ընթացքում ունեինք շատ հյուրեր, Ռեզո Ճանիշվիլին էր նաև այնտեղ եւ այդտեղ արժանացանք Իլյա II-ի պատվոգրին շքանշով, որը որ ինձ համար մեծ ձեռքբերում էր, քանի որ Վրաստանում հայ պարուսույցը առաջինը ես էի ստացել դա։ Եվ այս տարի նաև մենք մեր կենտրոնով դարձանք Բարի միջազգային խորհրդի անդամ, եվրոպական մեծ ծրագրերի հետ ենք հիմա փորձում աշխատել, նաև երեխաներին արդեն եվրոպական փառատոների ավելի շատ դուրս անել, մրցույթների մասնակցել եւ մեր հայկական եւ վրացական մշակույթը այնտեղ ներկայացնելու համար։ Երևի այսքանը։ Բարև ձեզ, ես Սոնա Տոնականյանն եմ, Ախալ քաղաքում դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ, ուսումը շարունակել եմ Երևանում, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում գրական ստեղծագործության կինոսցենարի բաժինն եմ ավարտել բակալավրը, նաեւ զուգահեռապար սովորել եմ հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայում,
որպես հեռուստառեժիսոր։ Բակալավրը ավարտելուց հետո ուսումը շարունակել եմ նաև մագիստրատուրայում, արդեն որպես արվեստի կառավարիչ եւ Հայաստանում մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո ստացվեց այնպես, որ վերադարձա Ջավախք ու հայրենի Ջավախքում պետք է ունենայի նույն գործունեությունը, նույն մասնագիտական գործունեությունը, որը որ կնպաստեր այս կամ այն չափով նաև ախալքալակում մշակութային բնակավարում ինչ որ մի քայլ առաջ տանելուն կամ ինչ որ մի փոփոխություն մտցնելուն, այսպես ասած։ Շատ դժվար էր, սակայն սկիզբը, բայց երբ կա նպատակ, կա մոտիվացիա ամուր հիմքով առաջ շարժվելու։
Ախալքալակում իմ առաջին քայլը եղավ այն, որ ստեղծեցինք թատերական խմբակ։ Թատերական խմբակը 6 ամիս գործունեությունից կրթական process-ից հետո պատրաստեցինք ներկայացում, սակայն այդ ներկայացումը մեզ չհաջողվեց ներկայացնել հանդիսականին, չհաջողվեց ներկայացումը, բայց հաջողվեց մի շատ լավ գաղափար։ Ես ձեռք բերեցի գաղափարակից ընկերներ, որոնք պետք է հետագայում դառնային շատ ավելի մտերիմներ ու շատ ավելի հարազատներ, ու որոնց հետ պետք է ստեղծեինք նաև line-up կենտրոնը։ Այս առաջին քայլերից հետո անց որոշ ժամանակ ես աշխատեցի լրագրության ոլորտում եւ պարբերական լրագրության կայքում, ինչպես նաև հեռուստատեսությունում, այնուհետև արդեն որոշեցինք, որ պետք է ստեղծենք line-up կենտրոնը, մշակութային կենտրոն, որը կլիներ քաղաքի համար փոփոխություն։ Եվ այն նպատակը, որ դրվել էր մեր առջև, կարծում եմ մեզ հաջողվեց իրականացնել, բայց ծրագրեր ապագայի համար շատ ու շատ ունենք ու շարունակում ենք իրականացնել ավելի բարձր նպատակներ, քան հիմա մենք կարող ենք խոսել այդ մասին, որովհետև կխոսենք միայն արված գործերի մասին։ Line-up-ը երբ որ բացեցինք, սկզբնական շրջանում ունեինք երկու խմբակ՝ պարարվեստն ու թատերարվեստը։ Երևի պարարվեստի մասին արդեն ձեզ ներկայացրել են, ես մի քիչ խոսեմ թատերարվեստի մասին։ Թատերական խմբակում, քանի որ ինքս եմ աշխատում թատերական խմբակի հետ, չենք կարողանում ընդունել, ինձ համար ավելի դժվար է աշխատել փոքր տարիքի երեխաների հետ ու փորձում եմ ընդունել այնպիսի մարդկանց, որոնց հետ որ տեսնում եմ, որ հնարավոր է, որովհետև սա այն ասպարեզն է, որ շատ դետալներ, շատ նրբություններ չես կարող բառացի բացատրել, պետք է երեխան իր մեջ ունենա տաղանդը, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչ եմ ասում։ Մեկ-մեկ կեսկատակ, կեսլուրջ ասում եմ, այդ ձեր միջի կնոպկան գտեք, սեղմեք ու միացրեք, հետո նոր արդեն հանդես եկեք։ Դժվարությունները շատ չեղան, որովհետև բարեհաջող ընտրություններ ենք արել աշակերտների առումով ու այսօր մեր խմբակում ունենք այնպիսի երիտասարդներ, այնպիսի աշակերտներ, որոնց տաղանդը մրցունակ է, կարող եմ ասել, որ թատերական ինստիտուտում սովորող բարձր կուրսերի ուսանողների հետ։ Սա առանց մեծամտության եմ ասում, դա փաստում են նաև այն մասնագետները, որոնց առջև որ ելույթ են ունեցել մեր սաները, իրենք ելույթներով հանդես են եկել փառատոնում ու նաև մեր տարեկան միջոցառման ժամանակ, երբ որ մեր դրսից եկած հյուրերը հիացած էին իրենցով ու իրենց տաղանդով։ Թատերական միջավայրը մեզ տալիս է մի ուրույն աշխարհ եւ որը շատ տարբերվում է։ Ես միշտ աշակերտներին ասում եմ, որ եթե ընտրել եք թատերարվեստի ուղին, ուրեմն դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ պետք է ապրեք մի քանի կյանքով։ Թատրոնի մարդիկ, բեմի մարդիկ չեն բավարարվում միայն իրենց կյանքը ապրելով, նրանք կարող են ապրել նաև իրենց հերոսների կյանքով, սակայն շատ կարևոր է մի նրբություն ճանաչել եւ գիտենալ, մշտապես աչքի առաջ ունենալ, որ երբեք չնույնանաս այն դերի հետ, որը որ դու կատարում ես, այսինքն դու պետք է բեմի վերալինես բացարձակ այն մարդը, ում որ դու մարմնավորում ես, սակայն երբ բեմի թեկուզ եւ առաջին աստիճան իջնում ես, կուլիսից հենց ոտքը դուրս ես դնում, ուրեմն դու ես, արդեն քո կենսագրությամբ եւ ոչ քո հերոսի կենսագրությամբ։ Անկախ այս ամենից, դերասանների վրա իհարկե մեծ ազդեցություն ունեն այն կերպարները, որոնք որ իրենք մարմնավորում են եւ պետք է մենք միասին կարողանանք բացատրել, որ այդ նուրբ զատող շերտը պաշտպանեն նրանք։ Այս տարիների ընթացքում թատերական խմբակի գործունեությունը որպես արդյունք կարող ենք եզրակացնել այն, որ թատերական խմբակը էտյուդները կուրսը վերջացրել է, հիմա արդեն մենք պետք է բեմադրենք ներկայացում ու բացի ներկայացում բեմադրելուց նաև մենք ունենք կարճամետրաժ ֆիլմի նկարահանում։ Աշակերտներն իրենց են պատրաստել ֆիլմի սցենարը, ֆիլմի storyboard-ը ու հիմա ասում են արդեն նկարահանման, մոնտաժման փուլին։ Հույս ունենք, որ մինչև ամանոր մենք կկարողանանք հանդիսատեսին ներկայացնել նաև այդ ֆիլմը, իսկ արդեն ամանորից հետո ներկայացումը, որին որ կմասնակցեն ոչ միայն թատերական խմբակի սաները, այլ նաև մեր աշխատակազմը։ Այժմ մենք գտնվում ենք Line-up Pink-ից Media Room ֆոտոստուդիայում։ Ֆոտոստուդիան եւս գործում է Line-up-ի ստեղծման օրից,
Եվ այստեղ մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ նկարահանումներ, որպես այդպեսին առաջին ֆոտոստուդիան Ախալքալաքում, որը ստեղծման օրից 3 տարի շարունակ գործում է ամեն օր, եւ այստեղ մենք պարգևում ենք շպիտներ մեր հաճախորդներին, պահպանում ենք իրենց անհատական կերպարները, ինչպես նաեւ ընտանեկան հիանալի դրվագներ ու ֆոտոստուդիան ոչ միայն տոնական առիթների համար է, այլ նաև պարզապես նկարահանումների, նաև բացօթյա նկարահանումների։ Մենք ունեցել ենք ավելի քան 2000 հաճախորդ, սա մոտավոր թիվ եմ արձանագրում, բայց կարելի ասել յուրաքանչյուր ամսվա մեջ, եթե ունենք ազատ օրեր, ապա հաջորդում են այնպիսի օրեր, որտեղ որ 1 կամ 2 նկարահանումներ ենք արդեն գրանցված ունենում։ Ֆոտոստուդիան ունի նաև իր կամավորներին, նաև իր աշակերտներին, ովքեր այստեղ սովորում են ֆոտո լուսանկարչություն, ինչպես նաև այստեղից մենք պատրաստել ենք փոդքասթեր տարբեր պարբերականների համար ու մեզ հետ համագործակցել են նաև այլ կազմակերպություններ, պատրաստելով եւ իրենց փոդքասթերը, ինչպես նաև անցկացնելով ֆոտոսեսիաներ։ Բարև ձեզ, ես Սամալյան եմ, Line-up կենտրոնի խորեոգրաֆ պարուսուցներից մեկը։ Ես արդեն 1 տարուց ավել է համագործակցում եմ Line-up կենտրոնի հետ որպես պարուսույց։ Մանկուց սկսած պարել եմ, հետո շարունակել եմ ուսումս Երևանի պարարվեստի պետական քոլեջում, այնտեղ սովորել եմ որպես պարուսույց մանկավարժ, որից հետո վերադարձել եմ հայրենիք։ Այստեղ ստացել եմ առաջարկ համագործակցելու Line-up կենտրոնի հետ աշխատելու։ Սիրով ընդունել եմ առաջարկը, որովհետև նախկինում հետաքրքրվել եմ, ուսումնասիրել եմ իրենց գործունեությունը, ինձ շատ հետաքրքրել է, իսկ առաջարկը ստանալուց հետո չեմ կարողացել մերժել, որովհետև իսկապես լավ առաջարկ է, հաջողությունների հասնելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Սկզբնական շրջանում երեխաների հետ աշխատելը շատ ավելի բարդ էր թվում, քանի որ նախկինում ուսանողական տարիներին չեմ ունեցել պրակտիկա հենց երեխաների հետ աշխատելու, հասակով ավելի մեծ երեխաների հետ եմ աշխատել, սակայն փոքրերի հետ աշխատելը եւս շատ հետաքրքիր էր այն առումով, որ մեր ջավախյան երեխաները շատ տաղանդավոր են, բազմակողմանի զարգացած են ու իրանց մեջ տաղանդ բացահայտելը շատ ավելի հետաքրքիր է ընթանում եւ զարգացումը իրանց մեջ պարարվեստի ուղղությամբ շատ ավելի հեշտ է ստացվում։ Line-up կենտրոնը ոչ միայն ներկա պահին համերգային շրջանի համար է սկսել կենտրոնացված աշխատանքներ, այլ ունենք շատ հետաքրքիր մտքեր, պլաններ հետագայի հետ կապված, որի մասին շատ շուտով արդեն կիմանան բոլորը։